Վրաստանով Հայաստան մտնող գազատարի պայթյունը վերջնականապես է կաթվածահարել մեր երկրի կյանքը 1993-ից ցուրտ ձմռան այս օրերին։ Մարդիկ բնակարանները տաքացնում են փայտե վառարաններով, անխուսափելի են հրդեհները։ Սակայն հնարավոր չէ շտապօգնություն զանգել, հեռախոս նույնպես չկա էլեկտրաէներգիայի իսպառ բացակայության պատճառով։ Երևանի 30 հեռախոսացանցերից աշխատում է միայն 2-ը։ Իրավիճակը փրկելու համար ամենամարդաշատ վայրերում հերթապահում է պետավտոտեսչությունը եւ շտապօգնությունը։ Վրաստանը խոստանում է, որ վթարված գազատարն այսօր հունվարի 18-ին կվերականգնվի։ 1998-ի հունվարի 17-ին Լոնդոն-Երևան առաջին օդային չվերթով Հայաստան են ժամանում բրիտանացի գործարարներ, մամուլի ներկայացուցիչներ։ Հայաստանում նշում են բրիտանական շաբաթը, վերադարձողների մեջ է Զորի Բալայանը։ Շատ բաներ պիտի փոխվեն Լոնդոնի օրիենտացիայով։ Լոնդոնի հետ Երևանի օդային կապը բարոնուհի Քերոլայն Քոքսը համարում է ճանապարհ դեպի աշխարհ։ 1998-ի հունվարի 18-ին Արմավիր Երևան-Մայրուղու 25-րդ կիլոմետրի մոտ անհայտ անձինք մոտ տարածությունից ավտոմատ հրազենով կրակում են նախագահի եւ բարձրաստիճան անձանց պահպանության վարչության պետ գեներալ-մայոր Ռոմիկ Ղազարյանի մեքենայի վրա։ Գեներալ Բուդո մականունով գլխավոր թիկնապահը նույնիսկ քերծվածք չի ստանում, փոխարենը վնասվում է ավտոմեքենան։ Հայրապետյան եղբայրների Հայաստան առևտրի տունը 1998-ի այսօրը զեկուցում է 2 տարի առաջ իր հարկի տակ ծխելու դեմ սկսած պայքարի արդյունքների մասին։ Նախատեսել էինք կիրառենք նման բան 50,000 դրամի չափով տուգանք ծխելու համար, բայց չի կիրառվել, առիթներ չեն եղել։ Հետաքրքիրն այն է, որ շենքում հսկիչներ չկան։ Նրանք բոլորն էլ գիտեն, եթե մի բան պատահի, բոլորն էլ տուժվել են։ 1998-ի այս օրերին արհերոստանկերությունը ճանաչվում է սնանկ։ Նախորդ 2 տարիներին Հայ Ներարդբանկն այս հեռուստանկերությանը տվել է $135,000 վարկ, 1 տարի 3 ամիս ժամկետով։ Արը գրավադրել է հեռուստատեխնիկա եւ հաղորդումներ, պարտքի մարումը ժամանակին չկատարելու պատճառով այն հասնում է $165,000։ Ներառյալ այդ ծախսերը ընդհանուր հաշվով մոտ $200,000։ Հիմա մտածում եմ, որ դեռ ժամանակ ունենք, կարճ ժամանակ է, գա այդ ժամանակը լուրջ բանակցություններ եմ անում տարբեր ֆիրմաների հետ, որոնք արհերոստանգերության հետ փայատեր են դառնում, բաժնետեր են դառնում եւ հույս ունեմ, որ բանը չի հասնի սննդությունը հաստատելու։ Հանքավան գյուղի եզդիները 1999-ի այսօրը գլխավոր դատախազության մոտ բողոքում են իրենց գյուղապետ Գարիկ Մուշեղյանից, այդ մարդն ըստ նրանց զենքով ահաբեկում է իրենց։ Համբերությունը հատում է անցյալ տարվա սեպտեմբերին, երբ գյուղապետի ցուցումով գյուղացիներից առևանգվում է խոշոր եղջերավոր 990, որպես արոտավայրերի վարձ։ Գյուղապետը 16 մարդու ներկայությամբ հաստատում է այս փաստերը, բայց ըստ դատախազության քննիչի դրանք բավարար չեն մարդուն դատելու համար։ Բաքվի ջարդերի ոգեկոչման 10-ամյակի առիթով Ծիծեռնակաբերդում է իշխանությունը եւ դեպքի մասնակիցները, այստեղ է նաեւ այն մարդը Սաշա Ավանեսովը, ում անունն օգտագործելով ադրբեջանցիներն ասում են, որ նա սպանել է 2 ադրբեջանցու, որից էլ սկսվում են բուն ջարդերը։ Квартиру моего отца Аванесова Сорена Каспаровича ворвались 2 азербайджанца, вооруженные огнестрельным оружием, пистолетами системы Кольт. Мать вышла, достала паспорт, он оборвал телефон. Сел за стол и говорит, покажите паспорта. Мать показала паспорт, там написано армяне. Когда этот азербайджан видел, что мы уже испугались, он зашел в мою комнату и стал грабить. Я схватил топор и сзади азербайджанца ударил вот сюда. Второй азербайджанец бил моего отца, а моему отцу тогда было 80 лет. Я его тоже сзади ударил топором. 2001-ի հունվարի 16-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը տարածաշրջանային այցով Հայաստանում է։ Ռոբերտսոնը հենց օդանավակայանում ասում է, որ չի եկել քննարկելու տարածաշրջանի երկրներին ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու հարցը, այլ կայունություն հաստատելու հարցն է եկել քննարկելու։ Նա պիտի հասկանա, թե ինչպես գործին կարող է օգնել ՆԱՏՕ-ի գործընկերություն հանուն խաղաղության ծրագիրը։ Կամ ես կամ Գեգամ Գրիգորյանը 2001-ի այսօրն այսպիսի վերջնագրով է խոսում մշակույթի նախարարության հետ օպերային թատրոնի երաժշտական ղեկավար Օհան Դուրյանը։ Նորմալ ասում են ես քեզ գահանեմ այստեղ։ Սա կոլեկտիվ առաջ։ Այս դարիքիս նա ինձ երաժիշտ է, որ ինձ ասե քեզ գահանեմ այստեղից։ Գեղարվեստական եւ երաժշտական ղեկավարների այս հակասությունը տապալել է Իտալիա հյուրախաղերի մեկնելու հրավերը, որը Գեգամ Գրիգորյանը կայացրել էր առանց Օհան Դուրյանի։ Իտալացի մենեջերին նրանց հակասությունը դուր չի եկել։ Աշխատել եմ Գերմանիայում, Ֆրանսիայում, ուրիշ թատրոններում ոչ մի ղեկավար առանց ինձ ոչ մի երաժշտական հարց չեր լուծում։ Միշտ ինձ հետ հորդացելով նամանավանդ բարոն Գեգամ Գրիգորյանը դիմանա որ ինք ունի Օհան Դուրյանի հետ գործ։ Եվ ոչ թե հասարակ լոյ մի դրիշոր։
Կառավարության մոտ բղավող ժողովրդի այս խոսքերը պետք է որ լսի 2011-ի այսօրը Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը։ Վերջինս անկասկած պետք է տեղեկանա, որ Հայաստանում 9 քաղբանտարկյալ դեռ կա։ Բավարարված չենք մինչ այս իր արվածով։ Շատ ավելի կարող էր կոշտ եւ շատ ավելի վաղուց դնել այդ հարցը։ Մեր պահանջը հենց հիմա քաղբանտարկյալներին ազատել։ Իդեպ այս ակցիային մեծ էր նաև ոստիկանության թիվը, նրանցից մեկը նույնիսկ գրառում էր հնչող կոչերն ու մտքերը։ Սեփականությունից զրկված մի խումբ քաղաքացիներ 2012-ի հունվարի 18-ից պատրաստվում են գիշերել Սերժ Սարգսյանի նստավայրի առաջ։ Իրենց նորակառույց բնակարանի համար նրանք պայմանագիր են կնքել Գավշին ընկերության հետ եւ վճարել պահանջվող գումարը։ Ընկերությունն իրենց բնակարանները վաճառել է մի քանի անգամ։ Նախագահից բնակարան եմ ուզում, թող իմ հարցին պատասխան տան։